Սրտի Աստծո ժողովուրդ, մենք եկել ենք խոնարհվելու համար, որ ինքը բարձրանա մեր սրտերի մեջ։ Որտեղ գրված ասում է խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, չէ՞, եւ ժամանակին ինքը ձեզ պետք է բարձրացնի։ Հիմա այդ ժամանակները ժամերը մեջ չեն վերաբերվում, շատ անգամ մենք խառնվում ենք այն գործերին, որ Աստծուն է վերաբերվում, բայց ժամերն ու ժամանակները Աստծո խոսքն է ինձ ասում, որ վերաբերվում են Աստծուն։ Մեզ մի բան է պետք, որ խոնարհվենք նրա հզոր ձեռքի տակ, եւ ժամանակը ինքը գիտի երբ մեզ պետք է բարձրացնի։ Հիմա տեսեք, մեր Հովհաննես Հովիկ եղբայրը խոսած մռնչացող գարուզի մասին, որ այո, ինքը ման է գալիս, որ ինչ-որ մեկին դուր տա, բայց նաև խոսեց այն մասին, որ մեզ պետք է սպառազինվենք, որ մեզ պետք է հետևենք Աստծուն, եւ Աստծո խոսքն ասում է նաև ձեր հավատքի առաջնորդին եւ կատարողին, չէ՞։ Այս մեզ պետք է հաջողվի մեր ճանապարհի մեջ, մենք միշտ կարողանանք նայենք մեր հավատքի առաջնորդին։ Որ մենք, ինչպես Պողոս առաքյալն ասում է, օդին ծեծողներ չլինենք վազելով, այլ մենք կարողանանք մրցենք այնպես, ոնց որ Տիրոջ կամքն է։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ասում են, ում մեջ կա Քրիստոս, նրանք վախենալով անջում են։ Միտեղ էլ կա գրված, ասում է, սատանային հակառակ կացեք, ու ինքը ինչ անելու ձեզանից, փախչելու է։ Սատանան վախենում է այն մարդկանցից, ովքեր կարողանում են հակառակ կենան գնալ։ Վախենում է այն մարդկանցից, ովքեր հաշտ են Քրիստոս կյանքի հետ ապրելու։ Ովքեր իրանց սրտի մեջ ունեն բնակված Քրիստոսին, իրանք էլ ապրում են Քրիստոսի մեջ։ Սատանան այդպես մարդկանց սկի կիլոմետրերով մոտիկ չի գա։ Որտեղ ասում է փախչելու է ձեզանից հակառակ կենան։ Հիմա հիշում եք դիտեղ նա դարակ ասեց, ասեց, երբ որ չար ոգին մարդուց դուրս է գալիս, չէ՞։ Ինչ անում, ասում է գնում ապատտվում որտեղ անջուր տեղերում, հիշում եք, չէ՞, անջուր տեղերում։ Անջուր տեղերում ինչ նշանակում։ Մենք գիտենք, որ ջուրը ինչ որտեղ Աստծո խոսքի խորհուրդն ունի, կյանքի ջուրը։ Եվ սատանան այդպես տեղեր ասում, որտեղ որ ջուր չկա, որտեղ որ չկա Աստծո ներկայություն, որտեղ որ չկա Աստծո խոսքի ներկայություն, որտեղ չկա Սուրբ Հոգու գործ, սատանան այդպես տեղեր ասում բտտին, չար ոգին։ Բայց ասում է, քանի որ տեղ չի գտնում, այսինքն որտեղ որ Աստծո խոսքն է, ինքը տեղ չունի այնտեղ։ Կամ էլ այնպես տեղեր ա գնում, որտեղ արդեն բնակված են, որտեղ դատարկ տեղը տարակ չունի, ինչ ասում է գնամ նորից այնտեղ որտեղից դուրս եկա, չէ՞, հիշում եք։ Եվ գնում է ինչ է տեսնում, հիշում եք։ Ասում է գնում է տեսնում է մաքրված, սրբված, չէ՞, մաքրված, սրբված, բայց նա հետաքրքիր բան կա գրված, ինչ պարակ։ Պարակ, այդպես նա տեղ է պետք իրան։ Պարակ, դատարկ տեղ, պետուս մաքրված, սրբված, բայց պարակ։ Եվ ասում է գնում է իրանից, իրանման, չէ՞, 7 չար ոգիներ իրանման վերցնում գալիս է բնակմատես, նրա հետ ավելի չար է լինում քան սկիզբը։ Հիմա Աստված մեզ կանչել է ոչ թե մենակ մեզ մաքրելու, սրբելու, ներուք շնորհելու համար, այո Աստված դա արել է արդեն։ Այդ գործը դարեր առաջ կատարել է մեզ համար։ Աստված ողորմություն արել մեզ։ Աստված իր ներման գործը կատարել է մեր կյանքի մեջ։ Որովհետև Հիսուսն ինչ ասեց խաչի վրա, ասեց ամեն բան ինչ արեց, կատարվեցավ։ Ամեն բան կատարվեցավ։ Տերը ինչը որ իր կողմից պետք է մեր կյանքի հոգևոր բերկության համար կատարել ինքն արել է։ Բայց մենք մեր ներսը պատրաստել ենք նրա համար, որպեսզի նա գա մեր մեջ բնակվի, եսի մենք պետք է անենք։ Եսի Աստված մեզ սրբել մաքրել է, բայց մեր ներսը լցնողը մենք պետք է լինենք։ Մենք այսօր ինչ ենք լցնում մեր սրտերի մեջ, մեր հոգևոր աշխարհում, մենք ինչ ենք լցնում, պարապ է մնացել, պարապ տեղ չի մնում ոչ երբեք,
Երբեք չի մնում պարապտել։ Տեսել եք, չէ, ես տեսել եմ շատ անգամ, մարդիկ են եղել, որ իրանց հողամասը ցանկապատել են, մաքրել են քարերից, կեղտերից, զիբիլներից, կամ մարդիկ կան, այսօր շատ կան, հենց ես Հայաստանում տեսել եմ, ստեղ չգիտեմ, մարդիկ պարսպապատել են իրանց հողատարածքը, բայց տուն չեն շինել, ժամանակը հետո շատ տարիներ առաջ մեր տվեցվեր մոտ կար, տարիներ առաջ ցանկապատել էր ու տուններ շինել կիսատեր թողել, տենց լուսամուտները բաց, տենց հողամասը սար դատարկ, և ժամանակի ընթացքում այդ դատարկ տեղը զիբիլանոց էր դարձել։ Հիմա եթե Աստված իր գործը արել է մեր կյանքի մեջ մեզ սրբելու և ազատագրելու համար, բայց մենք պետք է ջանք անենք, որպեսզի այնտեղ բնակի Քրիստոս կյանքը։ Ինք առանց մեր ուզելու չի կա մեր մեջ բնակվի։ Մենք բազում անգամ խոսացել ենք սրա մասին, Տերն ասում է, ես կանգնած դուրը թակում եմ, չէ՞ որ լսի ու բանալ։ Այսինքն այդ բանալին բացելու իրավունք Աստված տվել է քեզ, ինքը երբեք քո դուրը չի բացի։ Այդ բանալին, տեսեք, Հիսուսն ասում է, դժոխքի և դրախտի բանալիներ իմ ձեռքն է, չէ՞։ Ասում է, իմ ձեռքն է, դժոխքի բանալիները անգամ։ Բայց հետաքրքիր է, մարդու սրտի բանալին Աստված թողել է իր ձեռքին։ Իր ձեռքին, մարդու սրտի բանալին Աստված թողել է մարդու ձեռքին։ Ինքը գալիս է թակելու, բայց ասում է դու պիտի բանաս այդ դուր։ Մինչև չբանաս, ինքը ներս չի մտնելու։ Այլ որ ինքը ներս կմտնի, այն ժամանակ կտեսնես, որ քո ներսում ամեն բան կարգի է հրավիրելու։ Մինչև այդ ոչինչ բան չես կարող կարգի բերես։ Այո, կարող է որոշ հարցեր ընենց լուծվի քո կյանքի մեջ, բայց վերջին հաշվով, մինչև Քրիստոս կյանքի բնակությունը չլինի մեր սրտերի մեր հոգիների մեջ, մեր հետքը հետո չարա լինելու, մեր հետքը չարա լինելու։ Դրա համար մենք զգուշություն ենք սիրելիներ, դրա համար Աստված մեզ կանչում ապաշխարության է կանչում։ Տեսեք, երբ որ Նիկոդեմոսը խոսում էր Հիսուսի հետ, եկավ ասեց, Տեր, մենք գիտենք, որ դու ուղարկված ես, երկնքից ես եկած, որտեղ այն բաները, որ ես անում, ոչ ոք չի կարող անի։ Ոչ ոք չի կարող անի։ Այսինքն Նիկոդեմոսը ով էր, մենք գիտենք, չէ՞, վարդապետ մարդ էր Իսրայելի մեջ։ Փարիսեցի, վարդապետ, եւ եկավ ոչ թե մենակ իր մասին խոսեց, ընդհանրական խոսեց, ասեց, Տեր, մենք գիտենք, այսինքն բոլոր փարիսեցիական այդ ժողովը, բոլորը գիտեին, որ Քրիստոս Աստծո է եկած, որովհետև մենք գիտենք, տեսնում ենք, որ ինչ որ դու անում ես, պետք է մարդու բան չի, մարդ չի կարող անել։ Բայց Հիսուսը հետաքրքիր մի բան ասեց Նիկոդեմոս, մինչև մարդ վերստին չծնվի, հիշում եք, չէ, չի կարող երկնքի առաքայություն մտնել։ Նիկոդեմոս ուրիշ բան էր խոսում, Հիսուսը նա դրիվ ուրիշ բան պատասխանեց իրան։ Նիկոդեմոս, մինչև մարդ վերստին չծնվի, չի կարող մտնել երկնքի առաքայություն։ Այսինքն դու քո կյանքի մեջ ապա շատ ջանք անես, շատ բաներ ձեռք բերես քո կյանքի մեջ։ Բայց քանի որ այդ ներսի ապաշխարություն տեղի չունեցել, վերստին ծնունդը գալիս է մարդու ապաշխարությունից։ Քո մարդ չի քնում զարթնում եկե տերմա վերստին ծնվել է։ Այդպես բան չկա։ Մինչև մարդը չապաշխարի, մարդը պետք է սկզբից ապաշխարի։ Ոնց որ Անարատ որդին, չէ, ինքը գնաց, վատնեց բոլոր հոգ ունեցածը։ Մենք սենց ենք։ Մենք մեր հոգ ունեցածը չենք կարող պահենք, որ մնաց վրեն ավելացնենք։ Մինչև վատեց տեսավ իր կյանքի դատարկությունը, մինչև տեսավ, որ ինքը առանց հոր միայն մահվանը դատապարտված, ու իր բոլոր արած գործերը մահվան են տանում։ Ասեց ես ուր եմ ասել ես։ Ինքը զինք գալ նշանակում է քայլ դեպի ապաշխարություն։ Քայլ դեպի ապաշխարություն։ Հիմա եթե մարդը այս քայլը չի անում ասում, հայրը սպասում է, գիտեք, հայրը սպասում է բոլոր իր որդիների դարձի գալուն։ Աստված երբեք առանց իր որդու երջանիկ չի։ Ես սենց եմ կարծում, որ հայրը իր տան մեջ էր, իր ծառաների հետ, իր ավագ որդու հետ, բայց իր ուրախությունը կատարյալ չէր, երևում այն ժամանակ, երբ որ որդին
Անարատ որդին դառնում էր հեռվից գրվածա, հայրը տեսավ նրան, այսինքն մինչև այդ պահը հայրը սպասում էր նրան։ Իր ուրախությունը կատարյալ չէր, մինչև իր որդու դարձի գալը տեղի ունեցավ։ Դրա համար Աստված կանչում է մարդկանց ապաշխարության, որպեսզի մարդիկ ապաշխարեն։ Ոչ մեկի գորուս ես գիտեք արտամ Եզեկիել մարգարեության 33 գլուխ 10 խոսքից 11 խոսքը։ Տեսեք ինչ ասում, դու որդի մարդո Իսրայելի տանս է, դուք այսպես խոսեք ու կսեք, մեր հանցանքներն ու մեղքերը մեր վրա են։ Պատկերացնում եք, մարդիկ կան ապրում են այդքան ժամանակ, ճանաչելով Աստծո ճշմարտությունը, բայց մինչև այդ օրը իրանց հանցանք ու մեղքը իրանց վրա են պահում, իրանց վրա։ Այսի մարդն իր վրա վերցնում այդ ամեն ինչը, իր վրա պահում ու չի թողում ինքը, որ դա Աստված վեկանի իր վրայից, որ դա Տերը մաքրի իր վրայից։ Եվ Աստված դուք ասում եք, որ մեղքերը մեր վրա են, մեր հանցանքները, մեր մեղքերը մեր վրա են, ու մենք անոնց մեջ կմաշվենք։ Այս է մեր մաշվելու պատճառը մեր հոգևոր կյանքի մեջ, որ մեր մեղքը մեր վրայից չենք ուզում գցենք, մեր հանցանքներից չենք ուզում մենք մաքրվենք։ Էդի ապաշխարության գնալն է մեր կյանքի մեջ։ Չենք ուզում քայլ անենք դեպի Աստված ապաշխարելու համար։ Դրա համար մաշվում ենք մեր ընթացքի մեջ։ Թեև Աստծո մասին գիտենք, լսել ենք, գաղափար կազմում ենք դրա մասին։ Կմաշենք, ուրեմն ինչպես պիտի ապրենք, ու նայում ենք, մեր կյանքը կյանքի նման չէ, էլի։ Մեր կյանքը կյանքի նման չի։ Միտեղ գրված է, չէ, խոսում է մարգարեն նրա մասին։ Ասում է, երբ որ նայեցի ամբարիշներին, ասում է, նախանձեցի, ասում է նրանց։ Մարդը նայում է, իր կյանքը բանի նման չի։ Կարծես գիտի ճանապարհ ելքի, բայց չի կարողանում գնալ դեպի ճանապարհը։ Ասում մաշվում են, ու ինչպես պիտի ապրենք։ Բայց ինչ ասում Տերը, անոնցս է, մարգարեն ասում գնա, ասա նրանց։ Ես կենդանի եմ գսե Տերը, Տեր Եհովան, որ ամբարիշտի մերները չեն ուզում, հապա կուզեմ, որ ամբարիշտը իր ճամփային դառնա ու ապրի։ Դարձեք, այսին ես ասում արդեն, էսի որ մեր համար այնքան դժվար է, այս ամենով դժվար ստացվում։ Մարդը չի ուզում դառնալ ասում, բայց դիտա հարցեր ուզում անդուս իր կյանքի մեջ։ Այստեղ ինչ ասում, դարձեք ձեր չար ճամփաներեն, ինչու մեռնեք, ով Իսրայելի տուն, Հիմա այս դարձի գալը մեր ձեռքն է, մենք պետք է դառնանք նրան, մենք իրան չենք դառնում, բայց ուզում ենք շատ հարցեր լուծի մեր ճանապարհի մեջ։ Ով պետք է դառնա Աստծուն, ով պետք է համաձայնվի այդ կյանքը ընդունի իր մեջ։ Պողոս առաքյալն ասում է, մենք այս վրանը չենք ուզում մեր վրայից հագնենք, այս հինը առանց մեր վրայից հանելու, ուզում ենք նորը երկնայինը հագնենք մեզ վրա։ Բայց ասում սրանով հաջողություն են չենք ունենա։ Եթե ուզում ենք մեր հաջողություն ունենանք, պետք է հոժարվենք հինը մեր վրայից հանելու։ Դրա համար Տերն ասում է, դարձեք, ով Իսրայել, ինչու կորցվեք։ Մարդը եթե մինչև վերջ վստահեցրեց իր ասելքը չդառնալու, նորից եմ ասում, տեսեք, Աստված ամեն բան արել է։ Աստված իր ողորմությունն արել է, արդեն արել է։ Եվ Տերը ուզում է մի բան, մեր դարձի գալը ու ապաշխարել է։ Դրա համար էր, չէ, Հովհաննես Մկրտիչ, ուզում եմ այդ հատվածն է կարդալ։ Տեսեք, Հովհաննես Մկրտիչ էր, երբ որ մկրտում էր Ղուկասի ավետարան, 3-րդ գլուխ 3-ից 6 խոսքերը կարդալ։ Տեսեք, անիկա եկավ Հորդանանի բոլոր կողմերը եւ ապաշխարության, այդ մկրտությունը ապաշխարության մկրտությունն է, տեսեք,
ապաշխարության մկրտություն կկարոզեր, ինչի մեղքերի թողության համար։ Այսինքն, այս մկրտության նպատակը ընդհանրապես չէ մարդկանց թրջի Հովհաննեսը։ Այս մկրտության նպատակն է վելա, որ մարդիկ իրանց ներսում ապաշխարություն ունենան։ Դրա համար հետո ասեցի ժերի ծնունդներ ձեզով, դրա շարունակության մեջ գրված է մի քանի խոսքերով, որ ուզենաք գնաք տանը կարդաք դրա մասին։ Մեղքերի թողության համար ապաշխարության մկրտությունով կկարոզեր, մեղքերի թողության համար, ինչպես Եսայի մարգարեն դերքի մեջ գրված է, ըսելով անապատի մեջ կանչողի ձայնը, այսինքն ինչ է ասում է ձայնը մարդկանց։ Անապատի մեջ կանչողի ձայնը, ինչ արեք, Տիրոջ ճամփան պատրաստեցեք։ Այսինքն մենք պետք է անենք, մենք պետք է պատրաստենք դրա համար ճանապարհ։ Մեր սրտի հոժար լինի դրան ընդունելու։ Պատրաստեցեք ասում է, չէ՞։ Ճամփան պատրաստեցեք Տիրոջ համար։ Անոր շավիղները շտկեցեք։ Ամեն ձոր պիտի լցվի։ Պետք է մարդու ներսի արգելքների համար սարեր ձորերի մասին չի խոսքը, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք հասկանում ենք, չէ՞, ինչ մասին է խոսքը։ Հովհաննեսը չնել է որ մասներով, ձորեր իջեք, լցվեք, սարեր իջեք, որ Հիսուսը կարողանա անցնել, որ դրա մասին չէ խոսում։ Այսի մարդու ներսի արգելքների մասին է խոսում։ Որ մարդը ինքն բռնում է իր ներսի արգելքները, բայց ուզում է որ Աստված իր կյանքում հասնի։ Այո, շատ անգամ Աստված մարդուն ողորմություն է անում իր գործերին չնայելով։ Բայց Հիսուսն ասում է, երբ որ բոլոր հարցերը Աստված լուծի, հիշում եք այն անիրավ դատավորի առակը։ Երբ որ բոլոր հարցերը լուծի, արդյոք երբ որ գա երկիր հավատքը կգտնի մարդկանց մեջ, սրանով հարց չի լուծվելու մարդկանց կյանքում։ Դրա համար Աստված չի ուզում, որ բոլոր հարցերը երկրի վրա լուծի, բայց դու գործվես։ Բայց դու գործվես Իսրայելի ժողովրդի նման, բազում հրաշքներ, զորություններ տեսնելով քո ճանապարհերի մեջ, բայց անդերյակ մնաս Աստծուց։ Եկավ վերջում ասես ժողովուրդ տեսան ժամանակ իմ գործերս տեսավ, բայց եւ այնպես չճանաչեց ինձ։ Դրա համար ուզում է Աստված, որ մեր ներսը պատրաստ լինի իրան ընդունելու համար։ Իրան ընդունելու համար պետք է պատրաստ լինի մեր ներսը, որ իր հայտնությունից մենք տեսնենք մեր մեջ եկած կյանքը։ Ամեն ձոր պիտի լցվի, եւ ամեն լեր ու բլուր պիտի ցածնա, եւ ծուրը պիտի շտկվի, այնքան ծուր դեր կա մարդու մեջ, ծուր։ Ասում ամեն բան Աստված ուղիղ ստեղծեց, ինչու՞ է չէ դեռ կա գրված, բայց մարդիկ հնարքներ, պատկերացնում եք, մարդահավոր բան է, գիտեք, Աստված ուղիղ ամեն բան ստեղծել, մարդը միշտ հնարք է որոնում, Աստծո ուղիղ ճանապարհը շրջանցի, հնարք, մարդը միշտ իր կյանքի մեջ ջանք է անում հնարք որոնի Աստծո կամքը չկատարելու, իր ձեր չի տալի մարդուն ձեր չի տալի իր ցանկությունը, իր փառքը ուրանա այս կյանքի մեջ։ Հիսուսն ասեց, նա ով որ ուզում է իմ հետևից գա, պետք է կարողանա իր անձը ուրանալ։ Այս մարդը հնարք է որում, հնարքը գիտեք որն է։ Հիշում եք հարուստ այն իշխանավոր մի տեղ կա գրված է պատանի, ջահե տղա է ինքը։ Եկավ Հիսուսին ասեց, Տեր, ինչ անեմ որ երկնքի արքայությունը ժառանգեմ, չէ՞, հիշում եք, չէ՞ տեղը։ Տեր ինչ ասեց։ Ոգերը գիտեք իր ներսը։ Ասես պատվիրանքները գիտես, ես մի արա։ Ասես Տեր, հետի ինչ եմ արել։ Մանկությունիցս, չէ, մանկությունիցս այլեն սա իր մեջ մտածեց հեսանակ Հիսուսը կգա ու սնկապի, ասես։ Վաղը մյուս օրի հետ երկնքում ես լինելու։ Ու շատ անգամ էսի հնարքն էր իր համար։ Փարիսեցիներն էլ են հնարք գործադրում։ Մարդը գիտի թե այս հնարքներ անիրականություն ինչ Աստծուն խաբելու է, ներսում ապաշխարություն չունենալով։ Մարդը կարա գիտեք կյանքի մեջ ունենց դերասանություն անի մի քանի բան պահի, արդյունքնապես, բայց իր ներսում Աստծո հետ իր հարցը գործած չլինի։ Պատրաստ չլինի իր եսն ու փառքը դնելու Աստծո ոտքերի տակ, դերսը չեմ ասում մարդկանց, Աստծո ոտքերի տակ։
Որտեղ շատ բաներ կա, որ Աստված ասում է, դա մենք եսին է գտնում, մենք ստի չենք ուզում դրա ուշադրություն դարձնել։ Դրա համար է Հովհաննեսը ապաշխարության մտածություն կարծում, ապաշխարության, եւ ասում է գնացեք ապաշխարության արժանի մտումներ բերեք, ու հանկարծ չմտածեք ձեր մեջ անուն ունենք, իսրայելացի ենք, հրեա ենք, Աբրահամի զավակ ենք։ Ինչ Աստծո համար բարդ ու դժվար բան կա, կարելից Աստծո որդիներ անելու։ Քարերից Աստված Իսրայելներ կհանի, հրեաներ կհանի, Աստծո որդիներ կհանի։ Աստծո համար աննանի բան չկա, դրա համար ասեց գնացեք ապաշխարության արժանավոր մտումներ բերեք։ Այդ մտածությունն էր կարծում Հովհաննեսը։ Իսկ մարդը հնար, մենակ թողես մարդը հնար որունի, հնարի մի բան, որ Աստծո խոսքը ծառի, ասի սենց պետք է անես։ Ասենց այն ձևը դու ապրել։ Հնար կա մարդը որոնում։ Հիսուս ասեց, պակաս բան ունես դու, կոնես Աստծոյի քարսի, դու վաղը պատրաստ ես քո ամեն ինչը դնելու Աստծո համար։ Եվ մենք տեսնում ենք խոժոռված գնաց, ինքը հնարք էր արել իր կյանքի մեջ, սենց հնարքներ մենք կարում ենք անենք, հնարքներ, մարդկանցության պես, այս զոհերը կարում ենք անենք, փարիսեցիները աղոթում էր, չի ասում, ոնց որ Աստծուն ասել ես թողներների պարկ ես գծի մնացել, հլը տեսես ինչ որ ասել ես, սրա նրան պեշում, հլը աղբորը նայի, հլը ինքերոչը նայի, հլը այսօր մարդիկ կան, չեմ ուրա բան ես ասում, Աստվաբային մեկը խիս ենց, այն մարդ դու ենք մեկից ինչ գործ ունես, այն մեկ իրա տեղն է պատասխան տալու Աստծո առաջ, բա դու Աստծուն հետ, քո սիրտը Աստծո հետ, հաշտա, վաղը որ դու կայնես Աստծո առաջ, դու չես ասել մեր մեկն էլ էր սենց, ամեն մեկը իրա արածի համար պիտի պատասխան տա Աստծո առաջ, դրա համար դու պետք է հաշտվես Աստծո հետ, իդեղ գրված է, չէ, հաշտվեցեք Աստծո հետ, կարող է մարդը հնար կանի, բայց ինքնես հաշտվեն Աստծո հետ, դրա համար այդ հարուստ պատանին, հարուստ իշխանավորը դրա համար խոժոռված, նեղված գնաց, այդ ես շատ անգամ մենք գալիս է ժամանակ բաներ ենք անում, մեր կյանքի մեջ լավ ենք անում, Հիսուսն ասեց, ես որ բաներին հարուստը ասում էր, ես բաներն անում էր, ասեց նա ավելի, բայց ասեց, սա պետք է անել, բայց նրան չթողնել, սա պետք է անել, այսինքն այդ ինչ որ պետք է արվի, բայց դա պետք է հետևանք լինի նրան, որ դու Աստծո հետ հաշտվել ես, որ դու Աստծո հետ հաշտ ես, այդ կյանքը եկել է այդ մեր մեջ, գրված է Քրիստոսի սերն աստիճան մեզ, որ մենք այսպես ենք մտածում, արդեն երբեք առանց այս կյանքի գալու չի կարող ես մտածի, որ ինքը ոչ թե ապրում է իր համար էր Քրիստոսի համար, սա ասում է Քրիստոսի սերը ստիպում է ձեզ, որ դուք այսպես եք մտածում, որ նա մեռավ ձեր կյանքի համար, ուրեմն ամենքը մեռացեք, մարդկանին են մեռած համարին, այդ ինչ զորություն պետք է լինի, որ մարդուն համոզի, որ դու քո համար չպետք է ապրես, դու մեռած ես արդեն քո համար, նա մեռավ եւ կենդանի է նրա համար, որ մեռած ես համար, այն մարդը, այն մեր կենդանի լինելը նրա շնորհիվ է, որ մենք ապրենք նրա համար, որի միջոցով պետք է ունենանք պետություն, ոչ թե հնարքներ բանեցնենք մեր կյանքի մեջ, հնարքներ կարող անորից եմ ասում մարդը, բայց Հիսուսը որ կոտրվում է իր առաջ, ով որ խոնարհվում է իր առաջ, նա ավելի է արդարանում Աստծո առաջ, ասես նա ավելի արդարացած գնաց իր կյանքում, որտև իր ներսը տեսնում էր, որ հաշ չի Աստծո հետ, Տեր, ներիր մեղավորիս, ես արժանի չեմ կորորդին ոչվելու, դրա համար ասում ինչ կորսվեք, դարձի եկեք, ով Իսրայելի տուն, դարձի եկեք, այս դարձի գալը գիտեք ինչ, շատ կարևոր բան է, մարդ կարող է տարիներով ապրի, մարդիկ կան գիտեք, այս է խաչի, վրայի ավազակի, մոնտի պրոցեսը արագ կատարվեց, բայց շատ մարդկանց կյանքում իրանց սաղկյանքը չի լիքում պրոցեսը կատարվում իրենց կյանքի մեջ։ Այս պրոցեսը շատ մարդկանց կյանքի մեջ, բայց խաչի վրայի ավազակի կյանքում մի քանի ժամվա մեջ այդ պրոցեսը կատարվեց, այդ խաչի վրայի ընթացքում այդ ապաշխարության սրտանց
ապաշխարության process-ը կատարվեց։ Շատ մարդիկ 40-50 տարի քայլում են, բայց նրանց կյանքում այս process-ը չի կատարվում, չի հաջողվում, չեն կարողանում ուրախանալ նրանց անձը, չեն կարողանում հասնել ճշմարիտ դավանությանը, որը պետք է տեղի ունենա ճշմարիտ հավատացյալներով։ Հիշում եք Խաշի ավազակը ինչ արեց, երբ որ իր ընկեր անարգում էր Քրիստոսին, ասես ու չես վախենում։ Մենք արժանի ենք այս վախիժը կրելու։ Մարդը երբեք չի կարող, այնքան մարդիկ կան ուզում ես համոզես, որ դու մեղավոր մարդ ես, դու անգամ արժան ես մահվան, մարդուն այնքան դժվար է սրանում համոզելու։ Մարդուն դու չես կարող, մարդկային ձևով դու չես կարող մարդուն համոզես, որ ինքը մեղավոր է, արժանի է պատժի, չես կարող համոզես։ Մարդուն ինչ էլ փաստեր էլ բերես մտցնես աշխը մարդուն, այնքան դժվար է համոզես, որ մարդը մեղավոր է, որ մարդը իր սրտում, սրտանց հավատա, համոզվի, որ ինքը մեղավոր է, ինքը արժան է դատապարտության։ Այս տեսեք, այս Խաչի վրա ինքը հավասար մարդ էր, մարդիկ էր սպանել, հանցագործություն գողություններ էր արել, բայց ոնց կատարվեց այս ասեց, ինչ ես վախենում։ Մենք արժան ենք սրան, այս մարդը, ոչինչ հանցանք չի գործել, դու չես վախենում, բայց մենք արժան ենք այս մահվանը, այս դատապարտությանը, եւ երկրորդ, ինչ արեց, դավանություն, ճշմարիտ դավանություն, մարդիկ այս ճշմարիտ դավանությունը չեն կարող։ Տեր, երբ որ գաս, ինձ չմոռանաս չէ քարոզության մեջ, երբ որ գաս, εσύ գիտեք ինչ խորը դավանություն է, որ մարդը մի քանի ժամանակ մեջ հավատա, որ Քրիստոս Աստված է եւ իշխանություն ունի, եւ պիտի գա, ասի հետաքրքիր բան է։ Իսկ ոնց տեղի ունեցավ այս մարդու կյանքի մեջ, մարդիկ տարիներով կես դար ապրում են մարդիկ, այս դավանությանը չեն հասնում։ Չեն հասնում այս դավանությանը։ Դրա համար այս ճշմարիտ դարձիվալն ուզում երևել կյանքի մեջ, որ դառնանք դրա։ Եվ իներեն եմ ուզում դարձամ Թագավորաց, երկրորդ Թագավորաց, 14-ը։ Տեսեք ինչ ասում։ Ես իմ կին թագավորի հետ խոսում, բայց շատ ճշմարիտ առաջնորդված խոսում է, տեսեք ինչ ասում, քանզի մենք անշուշտ պիտի մեռնենք։ Ու գետի հետ թափված ջուրի կնմանենք։ Այսինքն որ թափվեց ջուրը, հավաքելու մի քանի բան չկա, չես կարող հավաքել։ Օրում է եկել։ Որ մեկտեղ չի հավաքվի, չես կարող երբեք հավաքես դրա, որ թափվեց, այդպես ջուրը հողի վրա թափավ, ներսեցում վերնա, սա չես կարող անգամ անգամից էլ հավաքես։ Այդպես էլ ասում ենք, մեր հետքներ չի մնալու։ Բայց մենք շփվեց հարցիկ ունենք մեզ, մենք գիտենք, թե մեզ հավիտյան ապրելու ենք։ Էս եկել է։ Աղբիրոչը, իրեր ողորմություն արի, հավիտյան ապրել է, տեր արել է, տերը ողորմացել է, բայց ուզում է մենք մասնակցենք այդ բաժին, ես իմ հետ կողմնամ, դրա համար ասում դարձեք ինչու կորսել, այսինքն իրական տեսա չի։ Հիմա ես անոր համար իմ թագավոր Տիրոջը վերեցել։ Մենալ չի հավաքվիր մեկտեղ։ Աստված մարդումը հոգին չի առներ, հապա միջոցներ կհնարե, որպեսզի աքսորվածը իր մեր աքսորված ինշանի չմնա, որպեսզի աքսորվածը իրանից աքսորված չմնա։ Աքսորվածը իրենք ովքեր են, այն մարդիկ ովքեր գերի եղած մարդիկ են, որոնց բռնում են, որոնք պատերազմում են, բայց իրանց ուժը չի ելիքում, բռնում են այդ մարդկանց, առանց իրանց կամքի, մենք գիտենք, չէ սովետի ժամանակ իշխան մարդկանց աքսորել են, առանց իրա կամքի, այդ իշխանություններին ձեր չի տվել այդ մարդկանց կյանքը, բռնել աքսորել են այդ մարդկանց, վտարել են այդ մարդկանց, որպեսզի այդ մարդիկ իրանց գաղափարակից մարդիկ չունենան իրանց շուրջը։ Աքսորված ասում է, չէ ուզում ինձանից աքսորված, ասում է, Աստված միջոցներ է փորում, միջոցներ, եւ այդ միջոցը կատարել է այդ կյանքի միշտերը, Քրիստոսի միջոցով, եթե չես ուզում աքսորված մնաս, Աստված առավել ևս չի ուզում, եւ Աստված այդ միջոցը գտել է մեր կյանքի մեջ, կատարել է մեր կյանքի մեջ, միջոցներ է որոնում, որպեսզի աքսորվածը իրանից աքսորված չմնա։ Աստված չի ուզում
երբեք դու իրանից հեռու։ Էս այդպես է ուշադրություն դարձել ժողովուրդ ջան։ Հայրը նորից երեք ձեր միտքը անարատ որդու պատմությունը։ Հայրը երբեք որդու հետևից չգնաց, չէ՞։ Այդպես դա դեպքերն որ հայրը գնալ որդուն հետ կանչել, ասել թե լավ, որդու ջան, չես տենում, գնում ես դեպի գործանում։ Հայրը չգնաց որդու հետևից, հիշում եք, չէ՞։ Բայց հոր ամեն օրվա սպասելիքը իր որդու վերադարձներ։ Տերը այո, սպասում է մեր դարձի գալուն։ Մեր դարձի գալուն է Տերը սպասում։ Բայց ուզում ասա մենք անենք մեր կյանքի մեջ, մենք հասկանանք, որպեսզի ստիպանք չլինի մեր կյանքի մեջ։ Մենք հասկանանք, որ առանց նրա դատապարտված ենք մահվան։ Մեր բոլոր ճանապարհները առանց նրա կորստյան են տանում։ Սա է դարձի գալի, որ մարդը խորը ինքը զինքն է գալիս եւ գնում է իր խորն ասելու ես արժանի չեմ քեզի զավակ կոչվելու։ Սա մեր արժանիքներից չի։ Աստծո խոսքը ասում է, սա մեր արժանիքներից չի, բայց մենք տեսնում ենք Աստված ինչեր պատրաստ անելու դարձի եկած որդու։ Իրոք ճանապարհորդության